Դոնալդ Թրամփը կիրակի օրը Մար-a-Լագոյի իր կալվածքում կհյուրընկալի Վլադիմիր Զելենսկիին։ Նախորդին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ մինչև նոր տարի շատ բան կարող է որոշվել։ Ռուսաստանի արձագանքը չի ուշացել։ Ուկրաինայի 20 կետից բաղկացած ծրագիրն արմատապես տարբերվում է այն ամենից, ինչ քննարկել են Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, տեղեկացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Վրաստանն ակտիվ ջանքեր կգործադրի Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին էլ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա կարծիքով հաջորդ տարին լի կլինի փոփոխություններով։ Ռուսաստանը մոտ 9 միլիարդ դոլարի նոր ֆինանսավորում է ապահովել Թուրքիայի առաջին ատոմակայանի Աքույուի կառուցման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրակթարը։ Այս ֆինանսավորումը հավանաբար կօգտագործվի 2026-27 թվականներին, ասել է նա։ Ջրհեղեղից տուժած հարավային Կալիֆոռնիային նոր փոթորիկ է հարվածել։ Այն կարող է սողանքներ ու բարձր ալիքներ առաջացնել։ Ճապոնիայում էլ ուժեղ ձնաբքի եւ սառցակալած ճանապարհների պատճառով տեղի է ունեցել խոշոր զանգվածային ավտոմթար, որին մասնակցել է 57 ավտոմեքենա։ Պատահարի հետևանքով 2 մարդ զոհվել է, 26-ը վիրավորվել։ Ինչ է մնացել Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքից։ Իսրայելական հեռուստաալիքի լրագրողը տեսանկարահանել է փախստականների ճամբարը, որն ամբողջությամբ հողին է հավասարեցվել Իսրայելի հարվածների հետևանքով։ Հարցումների համաձայն Ֆրանսիայում չափահասների 27%-ը նշել է, որ կցանկանար հնարավորության դեպքում մշտապես տեղափոխվել այլ երկիր։ Այս թիվը նախորդ տարի 11% է եղել։ Երկրի կառավարության նկատմամբ վստահությունը նվազել է մինչև 29%։ Վստահության նման անկումը տեղի է ունենում ներքաղաքական զգալի անկայունության ժամանակաշրջանում։ Մակրոնը մեկը մյուսի հետևից նշանակում է վարչապետեր, որոնցից ոչ մեկի կառավարությունը խորհրդարանական մեծամասնություն չունի։ Աշխարհում ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել։ Աճուրդում այն բարձրացել է մինչև $4561 1 տրոյական ունցիայի համար։ Արծաթի գինն առաջին անգամ գերազանցել է 1 ունցիայի համար $75 նշագիծը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, APC Media։